Այդ ժամանակից Հիսուսն սկսեց քարոզել ու ասել. «Ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։ Հիսուսի առաջին պատգամը պարզ էր, բայց հզոր. ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը։ Նա չեկավ միայն խոսելու երկնքի մասին, այլ բերելու այն մեր մեջ։ Նրա գալուստով սկսվեց մի թագավորություն, որ չի չափվում սահմաններով, բանակներով կամ հարստությամբ, այլ միմիայն փոխված սրտերով։ Ապաշխարությունը այս թագավորության դուռն է, այն մեզ հրավիրում է հրաժարվել հին կյանքի ձևերից և ընդունել նոր կյանքը Աստծո իշխանության ներքո։ Երբ մենք ենթարկվում ենք Քրիստոսին, նրա թագավորությունը սկսում է աճել մեր ներսում, վերափոխելով մեր մտածումը, մեր ցանկությունները և մեր գործերը։ Հիսուսի թագավորությունը անտեսանելի է աշխարհին, բայց իրական բոլոր նրանց համար, ովքեր ընդունում են նրա իշխանությունը։ Աշխարհը դեռ կռվում է իշխանության համար, բայց Քրիստոսի հետևորդը գիտի, որ ամենաթանկ իշխանությունը Աստծո արքայությունն է հենց ձեր ներսում։ Գալստյան այս օրը մեզ հիշեցնում է. թագավորը եկել է ոչ թե կործանելու, այլ նորը արարելու։ Նրա թագավորությունը վերջ չունի, և այն սկսվում է հենց այնտեղ, որտեղ որևէ սիրտ խոնարհվում է ասելով. «Տեր, թագավորիր իմ մեջ»։ Տեր Հիսուս, թագավորիր իմ կյանքում, իմ ցանկությունների, իմ որոշումների, իմ առաջնահերթությունների վրա։ Ամեն։